Լավ քնի գաղտնիքը այս արտադրամասում է, որտեղ շուրջ 20 տարի ստեղծվում են բարձրորակ ներքնակներ։ Մի զսպանակի պատմությունից էլ սկսվեց Արամ Մնացականյանի բիզնես ճանապարհը, որը վերածվեց մեծ արտադրության։ Ի սկզբանե զբաղվել եմ փափուկ կահույքով, որոշեցի արտադրել փափուկ կահույքի համար նախատեսած զսպանակային համակարգեր։ Ու սկսեցինք պատրաստել։ Մի զսպանակի պատմությունից սկսվեց ու վերածվեց ներքնակների արտադրություն, անկողնային պարագաներ, մահճակալներ։ Ներքնակների պատրաստման համար առաջին մեխանիկական հաստոցը Արամը պատրաստել է ինքնուրույն, խորհրդակցելով փորձառու մասնագետների հետ, որը մինչև հիմա նորագույն սարքավորումների կողքին իր ուրույն տեղն ունի։ Սա մեր առաջի հաստոցն է եղել, որը պատրաստել ենք մեր ձեռքով, տարբեր տեղերից, տարբեր մասեր գտնելով, կարողացանք սա ստանալ, ու սա մոտավորապես 1-2 տարի ծառայեց մեզ։ Այսպես կարում էինք իրար եւ հաստոցի փոխարեն ձեռքով էինք իրար ամրացնում։ Բավականին երկար էր տևում, արդեն մի ներքնակը ոչ թե տևում էր 15 րոպե, այլ տևում էր ժամ ու կես պատրաստելը։ Ռոյալ ներքնակներ ընկերության գործընկերներն են Ագբա բանկը եւ լիզինգային շուկայի առաջատար Ագբա լիզինգը, որոնք իրենց ֆինանսական գործիքներով նպաստում են Հայաստանում արտադրության ընդլայնմանն ու տնտեսության զարգացմանը։ Պետք է արդեն ավտոմատացման process-ը առաջ գա, ու հետեւաբար մեր գործընկերներին դիմեցինք Ագբա բանկին, տարիներ շարունակ աշխատում ենք Ագբա բանկի հետ, հետո Ագբա լիզինգով արդեն ձեռք բերեցինք հաստոց տվել, 3 ստացանք նոր հաստոց Ագբա լիզինգով, ամեն նոր ձեռք բերած սարքավորում նման է մի նոր process-ի, մի նոր կյանքի սկզբի, լավ ցիկլ է, որը կյանքի հետ աշխատում է։ Ներքնակների արտադրության ամբողջ process-ը ավտոմատացված է, պատրաստում են շուրջ 30 տեսակ էկոնոմ դասից մինչև օրթոպեդիկ ներքնակներ, անկողնային պարագաներ, վերմակներ, ներքնակ երեսներ ու ծածկոցներ։ Այս մեքենան կարում է ներքնակի փափուկ երեսի շերտերը, կտորը, սպունգը, սինցիպոնը իրար հետ համակցում է, կապում է, մգդակում է եւ դարձնում է մի ընդհանուր մասսա։ Արդեն հետևը պատրաստի վիճակում։ Արամի խորհուրդը ներքնակ գնելիս պետք է ուշադիր լինել զսպանակներին։ Ընդհանրապես ներքնակի մեջ ամենակարևոր մասը ներքնակի մեջ օգտագործող հիմքերից դա զսպանակն է։ Ներքնակին օրթոպեդիկ հատկություն տալիս է զսպանակը։ Մնացած բոլոր նյութերը, հումքերը, որը օգտագործվում է ներքնակի մեջ, դա համակցված բաներ է, այսինքն փափկություն տալիս, չորություն, կոշտություն։ Արամի բիզնես ճանապարհին եղել են եւ դժվարություններ, եւ սխալներ, բայց կարեւորը հավատն է սկսած գործին գաղափարին եւ հաստատակամությունը, որ ամեն բան հաջողելու է։ Պետք է ուղղակի որոշել ինչ-որ մի բանով զբաղվել, եթե ինչ-որ մի միտք է մարդու մոտ ծագում, հաղթահարելով փորձի հասնել իր ուզածին, չհուսահատվել ու առաջ գնալ։ Ռոյալ ներքնակների 4 խանութ սրահները գործում են Երևանում եւ Վանաձորում։ Ընկերությունը շարունակում է զարգացնել իր արտադրությունն ու ընդլայնել գործունեությունը։